Արդյունքով շախմատային, քանի որ այս մարզավիճակով նա չէր կարող շատ օգնել մեր թիմին սպասեք, մինչև մյուս տարվա համաշխարհային օլիմպիադային մեր այսպես 4-րդ տիտղոսին վերջին գալիս է 8 տարում։ Շնորհակալություն հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Ձեզ եւս շնորհակալություն, իսկ հաջորդև դադարից հետո մեր երուստադիտողների սպասում է փոքրիկ անակնկալ։ Իսկ այժմ խոստացված անակնկալը։ Չխախտելով մեր շաբաթօրյա ավանդույթները, ձեզ ենք ներկայացնում TV Գոլեի շաբաթվա լավագույն գոլերի տասնյակը, որտեղ էլ կտեսնենք խոստացված անակնկալը։ Եվ այսպես սկսենք։ Տասնյակը բացում է Ամաուրին, ով իր ֆենոմենալ հարվածով ապացուցեց, որ Վարոդամանում դեռ վառոդ կա։ Իր հեռար հրաշալի հարվածով։ Միլոշ Բոսանջիչը միայնակ ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և գնդակն այսպես կախելով ուղարկեց դարպասը։ Ամենահաս Դեմբաբայի այս գոլը, ինչպես հիշում եք, օգնեց Չելսիին հաղթել MU-ին և արիստոկրատներին դուրս բերեց Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։ Ignacio Scocco, miainak kazmaketec esse Ignacio Scocco passou por dois. Ignacio Scocco passou pelo terceiro, driblou. Olha o golaço aí! Golaço! Golaço! Ուշադրություն, Ռոնալդինյո, հատուկ Ռոնիի նվիրյալ երկրպագուների համար, նա դեռ չի մոռացել իր կախարդանքները։ Բարեկամներ, ահա և խոստացված անակնկալը, մեր Արաս Օզբիլիսի գոլը, որը ևս տեղ է գտել շաբաթվա լավագույն գոլերի տասնյակում։ Арас Озбилис шлет большой привет Сергею Письеву. Օզբիլիսի հետ այս ցուցակում բացի Ռոնալդինյոից առկա է նաև Լիոնել Մեսսին, ում գոլը սակայն ըստ իս համեմատած նրա մյուս գոլերի հետ ամենևին էլ ֆենոմենալ չէր։ Շրջադարձ հարվածների շարքից Լեո Իտապերունա։ Das ist dann ein spektakuläres Tor. Եվ վերջում ամուր վերջակետ Էդինսոն Կավանիի կողմից։ Off the bench. Late from South America, but it doesn't matter. Շնորհակալություն, ես նաև տեղեկացնեմ, որ նախնական քվեարկության արդյունքներով Օզբիլիսն առայժմ երկրորդն է, զիջելով միայն Ռոնալդինյոին։ Իսկապես գլուխգործոցներ են կարելի է այսպես արտահայտվել։